Հա, հա, ինչից էինք խոսում, որ ինչա ընդհանրապես ամոթը ու ոնց է ինքը տարբերվում մեղքի զգացումից։ Ինչ կարծիք ունես դրա մասով։ Ամոթնում մեղքի զգացումը, Հա, ուզում ես հասկանաս իրարից ինչով է տարբերվում։ հա, որտեղ ինչ որ նմանություններ ես տեսնում եմ իրանց մեջ։ Օրինակ ինչ նմանություն։ Ոնց որ նույն զգացողություն, դե ամոթ է, որ այս բանը չարեցի իր համար, համ էլ դե կարայի անեի, մեղքի զգացում ունեմ, բայց ինչ ամոթ էր, որ չարեցի։ Նայ, ամոթ ու մեղքի զգացում։ Ուրեմն մեղքի զգացումը ինքը ֆունկցիոնալ է։ Հիմա պատկերացրա մենք այս ժամին պայմանավորվել ենք, չէ՞։ Ու ես ասենք մի 40 րոպե ուշացել եմ։ Ես ունենում եմ մեղքի զգացում։ Ճիշտ է։ Բայց Մեղավոր եմ։ նաև ամաչում ես, որ Նաև ուշացել ես։ ամաչում եմ։ Հա, հիմա էսա ամոթն է կբացատրեմ։ Նայ, մեղքի զգացումը։ Ես ուշացել եմ 40 րոպե ու քեզ ասում եմ, հա, ես մեղավոր եմ։ Ոնց Հա, կարանք անենք, որ այդ 40 րոպեի ուշանալը ինչ որ մի ձևի հարթ ենք։ Ինչա պետք է դրա համար, որ քո ժամանակը անիմաստ 40 րոպե զբաղացրեցի, չէ՞։ Ես դրա համար ինչ որ թեթև անհանգստություն ու ամոթ զգում եմ։ Դի ֆունկցիոնալ է։ Պետք է այդ բանին զգացիր մի 5 րոպե, 10 րոպե անցավ գնաց։ Իսկ ամոթը պետք է նայ, որ դու ամբողջ օր, 2 օր, 3 օր, մի շաբաթ, ես ոնց կարայի 40 րոպե ուշանամ։ Ես ինչ ոչնչություն եմ, ես այն մարդուն ասել էի ժամը 40 րոպե ուշացա։ То есть ինչքան Նրանց երկար է ինքը մնում քո հետ, էդ է։ ոչ թե ինչքան երկար է մնում, այլ ինչ տրամադրվածություն դու ունես այդ հարցի շուրջ։ Բարակ գիծ լինի ոնց որ այդ երկուսի մեջ, ամոթի ու Հա, մեղքի զգացման։ Շատ բարակ գիծ է։ նայ, մեղքի զգացումը իրավիճակային է։ Դու այդ բանին զգացիր, հասկացար, որ դու մեղավոր ես ու լուծում առաջարկեցիր։ Հա, Իսկ ամոթը դու ինչ էլ անես, չանես, դու մեկա մեղավոր ես արդեն քեզ զգում։ ամաչեցիր։ Հա, հա, լավն է տարբերությունը։ Ես ուշացա մեղավոր է ես եմ ամոթա, ես չուշացա մեղավոր է ես եմ ամոթա, հասկացար այդ տարբերությունը։ Այսինքն կապ չունի ինչ եմ արել, ես ընդհանրապես մեղավոր եմ, ես վատն եմ ամեն պարագայում։ Իսկ մեղքի զգացումը հա տեղի ունեցավ, պետք է լավ չէր, հասկանալի է, ոչ նորմալ էր, խնդիրը կա, արի հարթենք, տենանք ոնց կարանք հարթենք, ու անցնենք առաջ։ Դու դրան էլ տենց քեզ բանտի մեջ չես գցում, էլի ոնց է։ Չգիտեմ ինչի մոտ հակառակ տպավորությունն է, որ մեղքի զգացումը ավելի շատ է մեզ տենց ինչ որ բանտի մեջ գցում։ Ու դու Տերմինները տեղը քեզ կարաս ներսից։ փոխես, եթե քեզ հարմար է, եթե մեղքի զգացումը է միշտ որ տենց ստրեսային վիճակով քրոնիկ միշտ լինում է տենց ֆոնային, եթե դու դրան ես մեղքի զգացում ասում, կարանք մեղքի զգացում ասենք։ Եթե ամոթը քո համար այդ իրավիճակայինն է, պետք է կարանք դրան ամոթ ասենք, տարբերություն չկա, ուղղակի բանը տարբերությունը հասկանաս։ Հա։ Ու ինձ հետաքրքրում էր, թե մարդը ամոթը սովորում է, թե տենց է ծնվում է։ Չէ, ոնց որ Էրիկ Բեռնը ասում, երեխաները ծնվում են արքայազներ ու արքայադուստրեր, նրանց ծնողները դարձնում են գորտեր։ Okay, լավն Այսինքն է։ երեխան ծնվում է մաքուր թերթի նման, մաքուր թերթի վրա։ Ու իր մեջ թե ծնողները, թե իր շրջապատը, թե սոցիումը, սենց կանոններ ա գրում։ Հասկացար։ Այսինքն, եթե մարդը ծնվի մի հատ տարածքում, որտեղ ոչ մեկ չկա, բնություն է, Մաուգլիի նման։ Ըհը։ Ինքը չի իմանա ամոթը ինչ է։ Հա, ինքը չի իմանա, հենց Մաուգլին լավ օրինակ է։ Ինքը գիտեր ամոթը ինչ է, ինքը տկլոր մաներ գալիս։ Դե ումից ամաչես։ Չէ, որովհետև ոչ Չէ՞։ թե ումից ամաչես, այլ չգիտես, որ ամոթ գոյություն ունի, հասկացար։ Իրան չեն ասե տեղդ նստի, ձենդ չլսեմ։ Հա, ամոթա մի խոսա, ամոթա մի լացի։ Հա, հարևաններն ինչ կասեն, ձենդ Սախշենկո մեկ գցել ես ասեն։ Կամ այդ Հա, կոնֆետն ինչա որ խանութում ուզում ես, զիբիլ այլի, քեզով ասել։
որ դու իրավունք ունես այդ կոնֆետն ուզենաս ուտես։ Հասկացա՞ր։ Նման բաներ մոտը չի եղել ու ինքը տենց սոցիումից անջատ մեծացել է ու զուտ կենթանիների նման էլի հեն կոպիտ է, բայց շատ լավ օրինակ բերեցի։ Իսկ այդ ամոթները հիմնականում ծնողներն են էլի անում, բայց դրան պետք չի բացականնել, որովհետև համ ծնողը ինքը չգիտի, ինքն էլ առաջի անգամ ապրում, ինքն էլ առաջի անգամ երեխա դաստիարակում, չգիտի ճիշտ ձևը ոնց է։ Համ իրան ոնց սովորացրել են, ինքն էլ նույն ձևա սովորացնում։ Հասկացա՞ր։ Հա, երևի ավելի շատ հասարակության ինչ-որ նորմերին երեխուն համապատասխանացնելու համար։ Այդ հասարակության նորմերը շատ խիստ ու դաժան են ու ծնողներն էլ իրանց մի քանի պատիկ անգամ ավելի են ներկայացնում այդ նորմերը, որ երեխան հանկարծ գլուխը շվերև չհանի։ Ահա, հասկացա՞։ Ու երեխան էդի հա, ասա։ Կներես։ Ես մտածում եմ, որ իմ երեխան սուպերմարկետի հատակին պարկի ու ինչ-որ բան ուզի, որը ես իր համար չեմ ուզում առնեմ, ինքը չպետք է այդ։ Ես այդ պահին չեմ ամաչի։ Որտեվ ես ոչ ես կամաչեմ, ոչ երեխուս կասեմ, որ այդ ամոթ է, որտեվ ոնց որ ինքը իր ցանկություններն է արտահայտում, իր կապրիզն է անում։ Ես էլ իմ դաստիարակության ձև ունեմ, որ եթե ես ասել եմ չէ, ուրեմն չէ, դու ինչ ուզում ես արա։ Այտենց մի անգամ կան երկու անգամ։ Բայց ինչի՞ չէ։ Սովորի։ Դե ընդհանրենք ինչ որ քաղցր է ուզում, որը ես դեռ չեմ որոշել եմ, որ ինքը դեռ չպետք է այդ քաղցրը ուտի։ Հա, դու ես որոշում։ Դե ինքը հələ ուղեղը ջուր է։ Ապրես, ինքը ուղեղը ջուր է, նայ, բայց այդ ամեն ինչը կարաս անենց կազմակերպես, որ բանը չհասնի նրան, որ ինքը սուպերմարկետում գետնին չպարկի, չէ։ Դե ես պատկերացնենք, ես վատ եմ դասյարակել, հիմա հասել ենք այդտեղ։ Հա, հասկացա։ Ես նկատի ունեի, որ կարաս իր հետ նստես, զրուցես, բացատրես, որ էսի վնասա, էսի էս հետևանքը կարա բերի, էսի լավ է, էսի էս հետևանքը կարա բերի, ընտրությունը քոնն է, ուզում ես ընտրի, ուզում ես մի ընտրի։ Հասկացա՞ր։ Հա։ Ու դուրս է գալիս գնաք խանութ, արդեն երեխան գիտի, որ եթե ինքը կոնֆետ վերցնի, իրան կարա կամ լավ լինի, կամ վատ լինի, ու ինքը որոշում է վերցնի, թե չէ։ Ու եթե ինքը որոշել է վերցնի, պետք չի տենց կինոներ սարքել, հիստերիկություններ սարքել, հա։ Թեմայից շահվում ենք, բայց այդ տարիքի երեխան կարա որոշի։ Հա, ինչի՞ չէ։ Ես նենց մի 4 տարեկան եմ։ Հա։ Հա, ինքը նայ, ըստե մեր մեծ մարդու սխալմունքը այն է, որ ինքը մտածում է, որ երեխան իր նման մտածում է։ Մենք կարող ենք ծանոթ հետևանայինք, մենք քննադատողական մտածողություն ունենք, մեր լոգիկան աշխատում է, մենք էմոցիաները կարող ենք զսպենք կամ չզսպենք, իսկ երեխան աշխատում է մենակ էմոցիոնալ կողմից։ Տեսա փայլունը ուզեցի, всё։ Ինձ հետաքրքիր չի ինձ ինչա։ Բա հիմա համել ասում ես, որ ինքը կարող է մտածի։ Ես ոնց թողամ իր ընտրությանը։ Չէ, նայ, դե նուրբ պահը դու իրան բացատրում ես, որ կարա վատ լինի, կարա լավ լինի, ու ընտրությունը թողում ես իր վրա։ Ինքը էմոցիաներին տրվեց մի բան ուզեց, հիշում է քո խոսքերը, որ կարա լավ լինի, կարա վատ լինի, իր էմոցիաները ինչը որ եղավ դրան ելնելով ընտրությունն անում է, հետևանքը ինքը իր վրա զգում է, ու ինքը ենթադրություններ է անում իր համար։ Նայ, ես մտածում եմ ինչ հետևանք պետք է երեխան զգա այդ համով բանը ուտելուց հետո։ Հաստատ դուրը կգա։ Հաստատ դուրը կգա, 2 տարի հետո ատամները կցավակ, ասես տեսա։ Հետո ես ատամները բուժողը։ Չէ, բայց դե նայ, կարաս նենց կազմակերպես, որ այդ 2 տարին պետք չլինի անցնի ու ինքը միանգամից հասկանա էդի, որ վատ է։ Դες հուսամ կարամ։ Այսինքն կարաս ինչ-որ նկարներով ցույց տաս, վիդեոներով օրինակներ բերես, չէ՞, նստես հետո խոսես, ասեմ, բացատրես, ցույց տաս։ Տես, էսի հիվանդ մարդու ատամներն է։ Էսի առողջ մարդուն, էսի շատ է քաղցր կերե, էսի քիչ է կերե։ Հակա։ Հիմա շատ ուտես քոնը սենց ալնելու, քիչ ուտես քոնը սենց ալնելու, հասկացա՞ր։ Հա։ Ոչ թե ասես, քեզ ասել են քաղցր չուտես, էլի ձեռդ տանում ես այդ կոնֆետին, Դե չէ, ես չեմ պատրաստում տենց դասի։ Նու ես հուսամ, ես դեռ օդից խոսում եմ, բայց ես մտածում եի
Արի հետ կանք մեր թեմային։ Ես մտածում եմ, Դեից էլ ամոթն է, էլի։ Բանը հասնի, հա։ Ինչն է այդտեղ ամոթը, որտեվ ես շատ ծնողներ եմ տեսել սուպերմարկետում, որ սենց ամաչելով, սենց իրանց անհարմար զգալով կողքերն են նայում, որ ոյ մարդիկ տեսան հել ամոթը գետնից էլ։ Նայ ամոթը որն է։ Ստե փչացած մարդու շատ քաղցր ուտող մարդու փչացած ատամներն է, ստե քիչ քաղցր ուտող փչացած մարդու փչացած ատամներ նորմալ ատամներ։ առողջ ատամներն է։ Okay։ Հասկացար։ Նայ, երեխուն բացատրում ես ցույց ես տալի։ Ինքը արդեն գիտի, որ եթե շատ ուտի, ատամները կփչանա, քիչ ուտի, ատամները երկար առողջ կմնա, ճիշտ է։ Հա։ Էս մի հատ դրվածք։ Այտենց երեխեն հասկացավ, որ դու թողում ես իր ընտրությանը, որ ինքը միշտ ընտրության իրավունք ունի։ Հա։ Մաման չի արգելում, մաման բացատրում է ու ես կարամ ինքս որոշեմ։ Հիմա երկրորդ օրինակը։ Երեխեն կոնֆետ է ուզում, ոնց որ ասեցի, մաման կամ papan կապ չունի, կամ տատիկը, պապիկը կապ չունի ընդհանրապես։ Ինչ որ մեկը վրան գորմը քեզով ասեց այդ վերցնես։ Քեզ չեն ասել կոնֆետ չուտես։ Վերիկ չի առավոտից երեկո մենակ քաղցրի մասին ես մտածում։ Երեխու մոտ ի՞նչ է տպավորվում։ Ես կարևոր չեմ, իմ ցանկությունները կարևոր չեն, ես պիտի իմ ցանկությունները սենց սեղմեմ, պահեմ մեջս, որ մամային դուր գամ, մաման վրեջ չջայնանա, որովհետև մաման եթե ջայնացավ ինձ չի սիրի, ինձ կլքի, ես էլ մենակ կմեռնեմ աշխարհում։ Բայց ես կոնֆետը մեկ ուզում, ես թաքուն կուտեմ։ Հնարավոր է, կամ ընդհանրապես չեմ ուտի։ Այդ արդեն էլի կապված թե ընտանիքում ինչ մտնոլորտ է, էլի։ Չէ, ընտանիքում։ Եթե հերնումերն իրար հետ խոսում են, իրար բան են արգելում, բայց երկուսն էլ թաքունանում են մեջքի հետևից, երեխան էդի տենում է, էդի զգում է։ Ասում ուրեմն էդի նորմալ է ու ինքն էլ այդպես կան։ Եթե տենում են ծնողները խոսացին, ամոթը հենց այդտեղ է, որ ամոթ է ես իմ զգացմունքները ցույց տամ։ Ես չպետք է ցույց տամ։ Ես չպետք է մամային ասեմ, որ կոնֆետ եմ ուզում, ես իմ ցանկությունը պիտի սեղմեմ։ Ու հենց մեծանում ես, մի բան ուզում ես, արդեն ամաչում ես։ Որտեվ չի կարելի մաման էլի ուղեղիդ մեջին ասում, քեզով ասը։ Հա, դու իրավունք չունես ցանկություններ ունենալու։ Ապրես։ Ուտեից մարդը ամաչում է, ուղղակի ամաչում է, ասի, որ ես ուզում եմ։ Նորմալ է ուզելը։ Բայց դժվար է, չէ՞ մարդու համար ընդունել, որ ինքը այդ պահին ինչ որ բանից ամաչում է։ Այն որ մեկի տուն հյուր ես գնում, ասում են՝ «Մի ամաչի, բան, ինչ որ ասում ես, չէ, բայց ամոթից մեռած ես, էլի։ Չէ, ամաչում»։ Ինչի՞ է բայց ամոթի, բացի մի րոպե, ինչի համար ես ամաչում այդ պահին։ Որովհետև էլի մեջիդ այդ քննադատ ծնողը գալիս է հյուր են գնացել ձեռ չտաս սեղանին մոդիկ չգաց փոքր վաղ ասել են, չէ՞։ Մեծերն առանձին են նստում, փոքրներն առանձին։ Հա ինքը տանը հացակերը նոր են եկել։ Հասկացա՞ր։ Էդի ես մի անգամից միանում է։ Ու դու կապ չունես։ Նայ, ամոթը ոչ թե այստեղ ու հիմայի մասին է, այլ այնտեղ ու այն ժամանակվա մասին է։ Դու այստեղ հիմա ապրում ես, բայց քեզ զգում ես այնտեղ ու այն ժամանակ։ Հա։ Հասկացար։ Երբ որ ես 4 տարեկան ես որ բերում եմ, ես տենց չեմ։ Ես լսել եմ, տեսել եմ։ Օրինակ ես ինչ որ մեկի տուն հյուր գնաց, չեմ ամաչում, եթե մի բանից պետք է օգտվեմ։ Հա չէ, մենք քննարկում ենք, կարևոր չի դու ես, կարևոր չի ես եմ։ Մեզ հավանական լսողների համար եմ ասում, էլի, կարող է մեզ նայել։ Ինչ որ մեկը միամիտ գտնի նայի, չէ։ Ինքը օքեյ միշտ բայց վատ բան չի, չէ։ Вообще, եթե մեղքի զգացումը, որ առաջ բացատրեցի, ինքը ֆունկցիոնալ է, դու այդ տեսակետից ամեն ինչին նայես, դա վատ բան չի։ Ինքը բացական է, ինքը պաշտպանող մեխանիզմ է, բայց եթե իրան շատ ուշադրություն չդարձնես, էլի դրանով չապրես։ Ուզում տնեմ հասկանամ որտեղից է մեզ պաշտպանում։ Ամոթը որտեղ է քեզ պաշտպանում։ Հիմա պատկերացրա տկլոր մեկը փողոցով դուրս գա ման գա։ Անամոթի մեկը էլի։ Չէ, ոչ թե անամոթի մեկն է, սոցիումը կմտածի, որ ինքը ուղղից թռածա կտանեն հոգեբուժարան, օրինակի համար։ Հա։ Չէ, զուտ այդ ամոթը, այստեղ արդեն մեղքի զգացում է, ոչ թե ամոթ, դա ֆունկցիոնալ է, որովհետև դու տենց դուրս չես գալի տնից, դու շոր ես հագնում։
Օրինակ Բայց դու քեզ տխուրանքների ժամանակ բայց դու քեզ շոր հագնելու համար չես ասում ես շոր եմ հագնում, ես ոչնչություն եմ, հասկացար։ Հա։ Բայց դու տկլորել չես դուրս գալի, որովհետև դա ամոթ է, դա նորմալ է։ Դա քեզ պաշտպանում է ու դու իրան սահմանների մեջ զգում ես անցնում, ապրում ես, անցնում, գնում է։ Բայց երբ որ ինչ որ մի բան ուզում ես ու հետո քննադատ ծնողը ցենց մեջից էլի զլենք, չի կարելի զլենք, դու դրա իրավունքը չունես։ Դու չես անում, ու դա միշտ ալնում, արդեն ինքը քեզ խանգարում է։ Դու ուզում ես կարմիր գույնի շոր հագնես, բա քուչի տղեկն ինչ կասեն, ես կարմիր շոր եմ հագի, ամոթ է, այսպեսի սև հագնեմ։ Բայց կարմիր շորով հայլուդեմը քեզ լավ ես զգում, ջանես իր ձևասազին, չէ՞։ Բայց չէ, ամոթ է, ծլենք, եկավ։ Չի կարելի, պետք է համապատասխանես։ Հասկացա։ Դա էլ էլի պաշտպանում, որ դուրս չգաս ծեծուպես։ Ինքը ոնց որ համ պաշտպանում է, համ էլ որոշում է ինչ որ ստանդարտներ մեկա, որ ծեր թաղում կարմիր շորով տղա չպետք է լինի, այդ ստանդարտ է, ինչ որ։ Դու եթե ամաչում ես այդ շորը հագնելուց ու տենց պաշտպանում ես ինքդ քեզ, որ չիջնես ծեծուտես, ուրեմն այդտեղ կարմիր շոր չհագնելը արդեն ստանդարտ է, սևն է ստանդարտ։ Ինչ որ այսօր որ խոսում ենք, որ ասում են ինչ որ պայմանավորվածություն կա համընդհանուր կամ փոքր խմբերի մեջ կամ մեծ խմբերի մեջ, ինչ որ պայմանավորվածություն է, որ ձեր քաղաքի անունը մոռացա։ Ալավերդիում այս շենքում բոլորը սև են հագնում։ Ձեր շենքի ժողովուրդը տենց են որոշի, ենթադրենք։ Հա, ինչ, հարցդ ինչումն էր։ Հարց չէր։ Բան է, վերլուծում եմ, որ ամոթը նաև որոշում է ինչ որ պայմանավորվածություններ։ Կամ ինչ որ պայմանավորվածություններ որոշում են ամոթը։ Պայմանավորվածությունների շրջանակում նորմալ է ամոթ զգալ։ Հա։ Հարևանի կինը դուրս գալիս է, բայց դիմ չնորմալ չի էլի, աշկ գցեն վրան, չէ՞։ Ես դրա համար ամաչում եմ։ Հա, բայց իմ ցանկությունն է, ես դա արտահայտում եմ, դա նորմալ է։ Բայց երբ որ ես առավոտից իրիկու մտածում եմ, ես հարևանի կնոջը նայեցի, ոչնչություն եմ ես։ Մի հատ նուրբ տարբերություն է, երբ որ ինչ որ մի հատ բան տեղի է ունենում ու դրա համար դու քեզ ես մեղավոր համարում առավոտից իրիկու, դա արդեն անառողջ է։ Նայ, ես երեք եմ իմացել, որ ուղեղը երկու շերտից է բաղկացած, այդտենց շատ պարզ նկարագրած էլի, որից մեկը փափուկ կեղևն է, թե հա, կարծեմ, ու մեկը կոշտ կեղևն է։ Ու այս ներքևինը փափուկը մեզ անընդհատ մղում է ինչ որ գործողությունների, օրինակ դու գնաս հարևանի կնոջի ասես, որ գիտես դու իմ դուրը գալիս ես, ես թքած ունեմ, որ դու ամուսնացած ես։ Այս կոշտ կեղևը քեզ ասում է, չէ, լավ չես, նստի տեղդ ինչ ես։ Հիմա մենք չպետք է ամաչենք ինչա կատարվում փափուկ կեղևում, մինչև այնքան, ինչքան որ այս մեր կոշտ կեղևը կարողանում է սրան ստոպ տա, կարողանում է ուզում ասեմ մենք մեր մտքերից չպետք է ամաչենք, մենք մեր ցանկություններից չպետք է ամաչենք։ Հա, ապրես, բայց նայ, մարդու ազատությունը ավարտվում է ընդ, որտեղ սկսվում է մյուսի ազատությունը։ Հա։ Դու ազատ ես ամեն ինչ ցանկանաս, դու ազատ ես ամեն ինչ ուզենաս, դա ամոթ չի։ Բայց հետագա գործողությունների համար պատասխանատու ես արդեն։ Դա գալիս է քո ասած այդ սոցիումի կանոնները, հասկացար։ Իսկ մենակ այն, որ ես այդ միտքը ունեմ ու ինձ դա ոչնչություն է սարքում, դա արդեն այդ ամոթն է, որը որ անառողջ է, որը որ պետք չի մարդուն չի թողում նորմալ ապրի։ Հասկացար։ Վայ տրանսպորտով գնում ես ծանոթ մարդ ես գտնում, վայ մոտս ավել գումար չկա իրա տեղը գցեմ, բա ինչ կմտածի ինքը, բայց ինչ վատն եմ ես դուրս գալուց կոնեմ մի քիչ շատ փող վերոնում։ Վերոնիմ։ Ինչ։ Հա, վերոնիմ։ Վերցնեմ։
Չէ, լավն է, կարս ամբողջ ընթացքում բարբարով խոսես։ Ես նենց է դրան ուշադրություն չեմ էլ դարձնում։ Հա, մեկ ստացումը մեկ չէ։ Տես։ Չես ամաչում։ Չէ, տես, ինձ համար մեկ է, ես կխոսամ մեր բարբարով, թե կխոսամ, ասենք, ինչ որ կողի բարբարներով։ Դա նորմալ է, ես մարդ եմ, կարամ պայտակը նենց խոսամ։ Ու ինձ իմ խոսալը վատը չի դարձնում, հասկացար։ Եթե ես ասենք մեր խոսակցությունից առաջ դնեի ժամերով մտածեի, վայ, բա ամեն բառս պետք է ճիշտ լինի, ամեն ստորակետները չմոռանամ, կետերը չմոռանամ, այդ ասեմ, աչ ասեմ բառի վերջում, այդ արդեն ամոթ է, բա ինչ կմտածեն մարդիկ, չեն ասի, ես դեբիլն եմ, սովայ կելա նստել այլ ինչերից է խոսում, այդ մեկ անգրագետ երկու բառ չի կարող իրար կապի, հասկացար, այդ process-ը, որ 2-3 օր, մի շաբաթ, մի ամիս ամբողջ կյանքում գնում է, այդ ամոթը որ քեզ ցույց տասնեն ոնց որ դու կաս չի կարելի։ Բայց դու համեն ինչ որ չափով պատրաստվել ես, չէ՞, այս ոդկասթին։ Հա։ Որովհետև շատ կարող է ամոթ չէ, բայց սխալ կլիներ, որ գայինք միացնենք, ոչ մեկս ոչ մի բանից չենք պատրաստվել, թեման էլ չենք որոշել, գանք նստենք ստե ու խոսանք։ Էդ էլ երևի ամոթի պաշտպանող պահն է, որ մենք մեզ խայտառակ չենք անում։ Էդի մեղքի զգացումն է արդեն, հասկացար, այնի որ ասեցի ֆունկցիոնալ ենք։ Այս պահն է, պատրաստվում ենք ես էլ դու էլ։ Ես պատրաստվել եմ ոնց կարեցել եմ, ինձ համար օքեյ է, մի քիչ շատ, մի քիչ, այսքան եմ հասցրել, նորմալ է, всё։ Էսի իմ համար էլ բեր չեմ սարքում ես ինձ համար։ Ես հետո չեմ ասում, ես կարայի վայ ավելի լավ պատրաստվեմ, ես պիտի մի քիչ շատ ուսումնասիրեի, պիտի էս անեի, պիտի 2 գիրք շատ կարդայի, 2 վիդեո շատ նայեի, պիտի մի քիչ լավ խոսայի, պիտի չեղարկեի, ասեի, չէ, այսօր պատրաստ չեմ, բերի 3 օրից, հասկացար։ Չէ, այսքան եմ հասցրել պատրաստվել, всё, այսքան գիտեմ, այսքանի մասին եմ խոսում։ Նորմալ է։ Okay։ Ամոթա ինչ կասեմ, չի պատրաստվել, նորմալ եկել աստե, ես իմ ինչերից եմ խոսում։ Հա, ես էլ ասում եմ ամոթավոր սիրուն բան չունեմ։ Նորմալ է։ Շատ է լավն է։ Իմը սիրուն է։ Հա, ռետրո է։ Բա։ Ուրեմն, հաջորդ հարցը, թե ես մի քիչ ավելի բացվեմ։ Չես լիքը հարցեր ունեմ։ Լսում եմ։ Հա, ոնց որ այսօր ես եմ բանը էլի։ Հա, բարո, խնդիր չի։ Ես եմ բարո։ Միշտ մի հատ սրա վերաբերյալ բան ասեմ, միշտ իմացի, որ տես ասեցի իմեցի, վայ, ես ինչ վատ է, բեր անջատենք նորից սկսենք, էլի։ Մի վարքան, իմեցի։ Ուզում եմ ասեմ իմացի, շփոթեցի, ասեցի իմեցի։ Հիմա էսի։ Չէ, բարբարով իմեցի է։ Ինչ հետաքրքիր է։ Չէ, մեր բարբարով չի, ուղղակի ես խառնեցի։ Հա, okay, հա։ Հիմա տենց ամոթով մարդը պիտի ասեր բեր անջատենք նորից սկսենք, էլի ստե շփոթվեցի ասեմ։ Չէ, ոչինչ։ Թույլ ես տալի։ Նայ, միշտ իմեցի, որ զրույցը ղեկավարմանն է, ով որ հարցեր է տալի։ Այսինքն sense փոքրիկ հուշում։ Ընդհանրապես։ Այս ղեկավարը այսօր։ Զրույցը ղեկավարմանն է, ով որ հարցեր է տալիս։ Հենց որ լսում եմ։ Կարա մի հատ փոքր բան լինի քո կյանքում, որ ամբողջ կյանքումդ մենակ դրա վրա հիմնվելով ամաչես շատ բաներից։ Օրինակ դե առաջ, բայց հիմա չէ։ Ինչի։ Դե որտեղ ես առաջ ուր զավ էի մտածում, հիմա քո կյանքում չէ, մարդու։ Հա, բա, հա, անպայման։ Օրինակ, չգիտեմ, մի օր դպրոցում լավ դասը չես սովորել, ու սաղ կյանքդ ամաչում ես դրանից, որ չես սովորել այդ օրը։ Մի վարքյան։ Դասդ մի անգամ երկուս է ստացել ու ամբողջ կյանքում ամաչում ես երկու ստանաս։ Հա։ Ինչի համար ես ամաչում։ Պատմեմ իմ հետ ինչ ա եղել։ Հապա։ Դավայ հենց այդ օրինակի վրա էլ բան անենք։ Ուրեմն ես տենց լավ եմ սովորել դպրոցում, մի օր ալարել եմ երկրաչափության առարկան չեմ սովորել։ Ու ես գնում եմ դասարան ու դասատուն ինձ ասում է արի գրատախտակի մոտ այդ թեորեմը ապացուցի։
Ես այդ թեորեմը չեմ կարող ապացուցեմ, որտեղ մի հատ չեմ նայել ոնց է ապացուցվում ու ասում եմ դե այս երանգյունները հավասար են, դե որովհետև հավասար են։ Ասում եմ այդ ոնց է ապացուցում, որ հավասար են, ասում եմ դե նայեք, էսի էսա, ասում եմ, հա, ասում դե ուրեմն հավասար են։ Ու դες չեմ կարող լավ բան անեմ, ապացուցեմ։ Ու ինքը ինձ ասում է, ես հասկանում որ քո մեջ շատ կա, իբր դու շատ խելացի ես, բայց դու դրա վրա պետքա լցնես, որ այդքան վերցնելուց հետո չպակասի մի օր, չդատարկվես։ So դու կարաս մտածես, դե ես խելոք եմ, ես կարամ գնամ դպրոցում սես մի հատ նայեմ գրքին հասկանամ, բայց եկել ես մի հատ արդեն նենց դասարան, որ պետքա դասդ կոնկրետ սովորես, ժամանակ պետքա անցկացնես։ Ես մինչև այսօր ամաչում եմ, որ ես այդ օրը ես իրեն չասեցի, կներեք, ես դասս չեմ, ես ես սովորել էի։ Դե հավասար է էլի իրար մի ինչ եք ուզում։ Հավասար է։ Հա։ Ճիշտ է, ինձ հələ պետք չի եկել 16 տարի անց։ Պետք չի եկել, ինչի պիտի այդ երկու եռանկյունները իրար հավասար լինեն, բայց այդ օրը ես ամաչում եմ, որ ես այդ օրը չասեցի էլի, ընկեր Նազարյան, հա, ճիշտ եք ասում, չեմ սովորել դասս, կներեք, կլինի նստեմ սովորեմ կամ չգիտեմ, մինչև այսօր ես ամաչում եմ։ Նայ, մի հատ հետաքրքիր բան ասեմ, հետո ավելի կխորանանք։ Ամեն մեկից մեջ կա ես իդեալական տեսակը։ Էդի էլի գալիս է ծնողական ներշնչանքների, ծնողական հրահանգների ներքո։ Ես պիտի սենց լինեմ։ Ու կա ես իրականը, ոնց որ կա։ Ու շատ ժամանակ էլ ես իրականն ու ես իդեալականը իրար չի համապատասխան։ Ես դպրոցում միշտ լավ եմ սովորել, ոնց կարա այդ օրը դասս չսովորեմ, ամոթ ինձ։ Հասկացա՞ր դու ես իդեալականը միշտ դասդ սովորած մարդ ես, ես իրականը այդ օրը չէի սովորել, իրար չհամընկավ։ Ու ես միշտ ասում եմ, դինամիկ կոպիտ կլինի, բայց ես դրանց պետքարան եմ ասում, պետքա սենց լինի, պետքարան։ Որտեվ համինքը այդ բառը համ լավ բառ է, սենց կոնկրետ փոխանցում է, էլի ինչա։ Երբ որ այդ ծնողական հրահանգները նստում է մեջդ, քո մեջ երկու տեսակ մարդու էգոն բաժանվում է 3 մասի։ Ծնող մեծահասակ երեխա։ Սենց շատ չխորանամ չապացուցեմ, որ էդի տենց է, բայց էդի տենց է։ Ծնողը իր հերթին ու երեխան իր հերթին բաժանվում են 2 մասի։ Ծնողը հոգատար ծնող ու քննադատող ծնող։ Երեխան ազատ երեխա ու հարմարվող երեխա։ Մեծահասակը մի հատ է։ Հիմա նայ, ամեն մեկը իրանց երյակա կոչվում, այսինքն այդ էգո վիճակներից յուրաքանչյուրը ունի իրան համապատասխան էմոցիա, միտք, գործողություն։ Okay. Դու ինչ-որ մի հատ էմոցիա ապրեցիր, միտքը եկավ դրան համապատասխան գործողությունն արեցիր։ Այդ 3-ը իրար հետ եղավ մի հատ էգո վիճակ։ Հասկացա՞ր էսի։ Հա։ Հիմա ծնողները տանտած քեզ ինչ-որ հրահանգներ են տալի, թե սենց խոսքով, թե իրանց գործողություններով։ Դու էդի փոքր երեխան նայում ես, մինչև 3-ից 5 տարեկան, այդ ամենը սենց գուբկի պես, սենց սխմում, գցում մեջդ ու տպում ես։ Всё, էդի տենց է աշխարհը սենց է սարքած։ Ու քո մոտ համոզմունք է առաջանում քու, ուրիշների ու աշխարհի վերաբերյալ։ Հասկացա՞ր, ես եմ, ուրիշներն են, աշխարհը սենց է։ Ու դու միշտ ամեն ինչ մարդը անում է, որ այդ իր համոզմունքները հաստատի։ Okay. Հիմա ես իդեալական պատկերը կա ու ես իրականը։ Դու ամեն ինչ անելու ես, որ ես իդեալականին հասնես։ Բայց դա չի լինելու։ Ու հմիստեվորն էր պետքարանները, հա, ես իդեալականին չես հասնել։ Պետքարանները ստեներ, որ ծնողդ ասում է պիտի սենց լինի, պիտի սենց լինի, պիտի սենց լինի, պիտի սենց լինի։ Պիտի ես լավ սովորեմ, պիտի ես շուտ զարթնեմ, պիտի գործից չուշանամ, պիտի փող աշխատեմ, պիտի վերջի iPhone-ը բռնեմ, պիտի ամուսնանամ հարուստ տղու հետ, պիտի ամուսնանամ հարուստ աղջկա հետ, պիտի տունս շքեղ լինի, պիտի։ Շահավոր ծնողները։ Այո, դրանք հիմնականում նայ, հենց այտենց կոնկրետ չի, հենց բառացի չեն ասում, էլի եմ ասում իրանց վերաբերմունքով,
իրանց Հա։ խոսքով, իրանց կենսակերպով այդ ամենը փոխանցում են։ Ու Փոխանցում։ այդ փոխանցումները, որ պիտի ներածում եմ, ինչքան վերանայես քո մոտ պիտին, որ պիտի սենց լինի, իսկ ով ասում, որ պիտի տենց լինի։ Իսկ ով ասում, որ ես որոշում պիտի կայացնեմ, պիտի ու պարտավոր եմ դիրքից։ Ես պարտավոր եմ գնամ տատիկին օգնեմ, ասենք գյուղում, Չէ։ որովհետև մաման ասել է, չէ, մաման ասել է մեծին հարգել։ Հասկացա, քո տատիկն է Չէ։ չես ամաչում, լնայի կողքի հարևանի թոռը ոնց է ամեն իր արձակուրդին գնում գյուղ տատիկին օգնում, բա դու թոռ ես։ Բայց այդ տենց չի մեծ Նայ, հիմա այդ պիտին ու պարտավորը փոխում ես, ուզում եմ ու ընտրում եմ։ Ես ընտրում եմ մեծին հարգել։ Այդ շատ լավ է հնչում։ Էդի քո ներքին արժեքները պետք է լինեն, հասկացար։ Իմ տատիկը, իմ բարեկամությունը, իմ շփումը ինձ համար արժեք է որպես կյանքի։ Ու ես ընտրում եմ գնամ տատիկիս օգնեմ, բայց ես պարտավոր չեմ գնամ տատիկիս օգնեմ։ Հասկացար։ Ու դե քո ես իդեալականն ու քո իրականը համեմատաբար գալիս են մոտենում։ Ու դու քիչ ես ամաչում, ու դու հասկանում ես, որ ամեն ինչ նորմալ է։ Մենք բոլորս մարդ ենք, ես կարող եմ սխալվեմ, դու կարող ես սխալվես, մեկը կարող անենց բանանի, որ քո դուրը չի գալիս, քո հետ չի համապատասխանում, քո հետ համահունչ չի։ Դու կարող ես անենց բանանես, որ մեկի դուրը չգաս, ու դա նորմալ է, պետք չի ասես դու որ դու ոչնչություն ես, որտեղ մարդ չի կարող ոչնչություն լինի, գոնե նրա համար, որ ինքը ոսկորու կաշի է, մսի կտոր է արունա, հասկացար։ Ոչնչություն ամեն դեպքում ընդհանրապես չես կարող ասել։ Դու մարդ ես, որը մտածում է, որը գործում է ու պարտադիր չի, որ բոլորի համար իդեալականը լինես, բոլորի խաթերը տանես, ոնց որ ասում։ Ու նորմալ է, որ չեն համապատասխանում քու ու դիմացինի տեսակետները, դա ոչ քեզ է վատը սարքում, ոչ իրան։ Պիտիներ չկան կյանքում։ Պիտիներ կան, բայց այդ պիտիները էլի եմ ասում, փոխում ես, ուզում եմ ու ընտրում եմ։ Ընտրում եմ։ Հա, դա էլ պիտի չի լինում, դա արդեն դու ես ընտրում։ Հա, ու քո ցանկությունը։ Քո արժեքներին։ Ես հիշում եմ իմ դասի ժամանակ, չգիտեմ նայելս թե չէ, ընդ ասել եմ, որ պիտի 12 արժեքներ գրեն ամեն մեկը իր համար, թե իր կյանքում ինչ արժեքներ են ուզում ունենա։ Հա։ Ինչի համար է դա, որ այդ պիտիները մարդու կյանքից վերանան, որ ինքը նա իր արժեքների ցանկում կա, ասենք, ընտանիքը, ինքը ընտրում է, ինքը ուզում է, հասկացար։ Ինքը ընտրում է ընտանիքի համար լավ բանը, օքեյ։ Ընտրում է, ոչ թե պարտավոր է, ոչ թե պետք է, որ ես դե ընտանիքի անդամ եմ, բա ինչ կասի մնացած սոցիումը, ինչ կասի հասարակությունը, չէ՞, այլ ես ինքս եմ ուզում էդի։ Ու այդ դեպքում դու համ հավեսով ես անում, համ կոնֆլիկտներ չի լինում, համ էլ լիքը լավ բաներ, թե քո հոգեկանի համար, թե մնացած համար։ Օքեյ։ Հա։ Ես պրոստը սաղ կյանքս եմ վերանայում։ Հա, չէ, խնդիր չի, ընդհանրապես խնդիր չի։ Ուզում ես կարաս հարևանի կյանքն էլ վերանայես։ Գործում է։ Նորմալ է ամեն ինչ։ Դե հենց դրա մասն ենք խոսում, որ ամեն ինչ նորմալ է։ Բա ոնց է, որ ինքը էմոցիա է, ամոթը, բայց հետո դառնում է մեր identity։ Նայ։ Identity։ Հա, ես հասկացա։ Մեր ինքնությունը, հա։ Մեր ինքնության մի մասն է դառնում։ Դե ասեցի, ծնողական հրահանգները քո մեջ տպվում է։ Դու ուզես չուզես, դա պատկերացրա դու առավոտից իրիկու մի հատ sense կինո ես նայում, այն հին են լենտի բաները ֆռում է, դու այդ կինոն նայում ես, թե ոնց են ծնողներդ քեզ ինչ-որ մի հատ բան ասում։ Հա։ Հա։ Իմ միշտ կմնակոնը։ Դա միշտ մեջդ ֆռում է։ Լուրջ։ Ես չեմ հասկանում, այսինքն մարդու դե ջղայնացա, մարդու ձևավորման ողջ պատասխանատվությունը ծնողներինն է։ Չէ, ծնողներինը չէ, նայ։ Ընդհանրապես ասում է ծնողական ընտանիք ու ինչ որ մի հատ ավտորիտետ ֆիգուր։ Դա կարող լինի դայակը մանկապարտեզում, դա կարող լինի ուսուցչուհին դպրոցում, հասկացար, ինչ որ մի հատ կարևոր անձ երեխու համար, կոնկրետ այդ անհատի համար։ Նայ, ծնողները կարան շատ լավ դաստիարակ են, բայց ասենք մի օր երեխան խաղահրապարակում լինի,
Չէ, ինքը առանց ծնողների գնացել է խաղալու։ 5-6 տարեկան երեխա է, նորմալ է, դուսը բակում խաղում է։ Ինչ որ մի հատ երեխու հետ կոնֆլիկտ է ունենում, երկուսն էլ նույն տարիքի են այդ երեխեքի կոնֆլիկտները եսի ինչ չպետք է լինի։ Ու ում հետ կոնֆլիկտ ունի, ծնողը գալիս է, որ այն ահավոր ջղայնանում է։ Ու դա տպվում է իր մեջ, որ չի կարելի։ Հասկացա։ Всё, ինքը էդի քաշեց, ընդունեց, ու ինքը էդի սարքեց իրան համոզմունք, ու ինքը всё տենց սկսելու է ապրելն արդեն։ Դա հենց ծնողները մեղք չունեն, էլի, կոնկրետ այս պահի դրությամբ։ Հա։ Իրադարձությունն ու ծնողական ֆիգուրներ են կոչվում դրանք։ Այն անհատները, որ sense ահավոր ազդեցություն են ունեցել այդ ձևավորմամբ։ Բայց հիմնականում ծնողներն են, էլի, հիմնական։ Այդ նույն տրավման, հա։ Կարելի է ասել։ Տրավմաներն են ամոթ ստեղծում։ Տրավման էլ նայ, տրավման մի անգամ չի լինում։ Եթե մի անգամ ելնում ինքը պետք է շատ ուժեղ լինի, բայց ինքը անընդհատ կրկնվող փոքր ունակապից լինի էֆեկտ ունի, ճոգիր sense։ Նույնն էլ է ծնողական հրահանգներն են։ Եթե դու երեխուդ մի անգամ ասեցիր, չփորձես, չանես, քեզ չի կարելի, դա ոչ մի էֆեկտ չի տալու։ Դու անընդհատ ինքը անընդհատ դի դրա մեջ ավանս։ Սա այդ բանը որ նայես, հա, համարյա թե նույնն է։ Բայց ծնողական հրահանգներն ավելի վատ բաներ են, քան տրավմաները, որովհետև դրանցից ազատվելն ավելի բարդ է։ Բա ո՞րն է տարբերությունը, ո՞նց է երեխան հասկանում ինքը այդ բանին, ինքը սխալ է, թե ինքը սխալ գործեց, կամ ո՞նց անես, որ երեխան այդ հասկանա, որ ինքը ոչ թե ինքը սխալը չի, ինքը ուղղակի սխալ գործեց։ Նայ, որովհետև եթե ինքը հասկանում է, որ այդ իրավիճակում ինքը սխալն էր, ոնց որ ինքն էր մեղավոր, ինքը սխալն էր, ոչ թե ինքն էր, բայց ինքը արեց ինչ-որ մի բան, որը սխալ է։ Հետո այդ դառնում է տրավմա։ Նայ, վատ սխալ հավասար եմ ես։ Դա տրավման է, ես վատն է, ես հավասար եմ վատը։ Ես հավասար չեմ վատը, այդ ենը ես լավն եմ ամեն պարագայում, բայց իմ արած քայլը վատ։ Տարբերությունը հասկացար։ Ես լավն եմ ամեն պարագայում, բայց այդ կոնկրետ այդ իմ քայլը վատն է։ Չէ՞։ Okay։ Հիմա էդի ոնց հասցնես երեխուն։ Այդ էս հարցնում, ճիշտ է։ Խոսալով։ Դրան մի հատ հետաքրքիր բանաձև կա։ Լավ ասի, չէ՞ խոսալով։ Նայ, երբ տեղի է ունենում A իրավիճակ, ես զգում եմ B, խնդրում եմ, որ լինի G, ու ինչ ես մտածում սրա մասին։ Okay։ Հələ մի հատ ասա, տենա ոնց հասկացար։ Իրավիճակի ժամանակ ես ինչ էր ընտրում եմ։ Նայ, երբ տեղի է ունենում A կամ 1 կապ չունի։ Ես զգում եմ 2, հա, խնդրում եմ քեզ 3 ու ինչ ես մտածում սրա մասին։ Կարի մի հատ օրինակ բերենք։ Ոնց ես հասկացել։ Համել մեր լսողների։ Ոնց է հասկացել, բացատրեմ տենա։ Ինչ որ ոնց որ երեխուն հարցնում ես, ինչ է։ Երեխու մասին չենք խոսում հիմա։ Հենց այս բանաձևը մի հատ ոնց հասկացար, երբ տեղի է ունենում 1, ես զգում եմ ինձ 2, խնդրում եմ քեզ 3, ինչ ես մտածում սրա մասին։ Դիմացինի հետ խոսում ես, երբ որ դու ուշանում ես, ես ինձ անտեսված եմ զգում, խնդրում եմ մի ուշացի։ Ինչ ես կարծում։ Հա, ապրես։ Հիմա ինչ որ ուզում ես երեխուն բացատրես, այդ նույնը փորձի տենց ձևակերպես երեխու համար։ Երբ որ մենք հյուր ենք գնում, դու ձեռդ գցում ես սեղանին, մաման իրան վատ ազգում։ Դե էլ մեղ կա այդ երեխան։ Չէ, սպասի։ Արի հյուրերի տանը ձեռդ տենց շատ մի գցի, եթե բան ես ուզում մամային ասա, մաման քեզ կտա, բայց դու ձեռքով մի վերցրու։ Ինչ կասես։ Ինքը կհասկանա, որ իր ցանկությունները առաջնային են։
դու ուզում ես արի մամային ասա, մաման կտա։ Իր ցանկությունն է ինքնուրույն վերցնելը։ Դու չես թողում իրան ինքնուրույն վերցնի։ Իր ցանկությունն է մատը ռազետկի մեջ մտցնելը, թողալու ես։ Դեդի կյանքի համար վտանգավոր է։ Իսկ երևի հալա։ Երբ որ դու մատը հետ մտցնես ռազետկայի մեջ, մաման իրան վատ է զգում։ Նայ, բեր մի հատ ուրիշ կոմից կան, որ քեզ հարմար լինի։ Ես ամեն ինչ ուզում եմ անեմ, որը երեխու մոտ, չգիտեմ խի փոխվեցինք երեխու դաստիարակությունից ենք խոսում, բայց չստացվի մեղքի զգացում չունի, մեղքի զգացման համար չանի այդ, ինչ որ չպետք է անի։ Նայ, մեղքի զգացում մեկը ալնելու է, մեկը ունենալու է, մեկը բոլորս էդի ունենալու ենք, մեկը դրա մեջով անցնում ենք, որտեվ ես իդեալականը չի համապատասխանում ես իրականին։ Չի լինելու այդպես բան ընդհանրապես։ Այդ երկու բանը իրար հակասում են։ Իսկ կարանք նենց անենք մարդը այդ ձևակերպված իդեալականը չունենա։ Չունենա, չէ, դրանից ազատվել հնարավոր չի, բայց ընկերանալ դրա հետ կարելի է։ Այդ ես իդեալականը քննադատ ծնողն է քո ներսի, ոնց որ ասեցի, պիտի։ Չէ՞։ Հասկացա՞ր այդ բանը։ Երեխա դաստիարակես, որ այդ քննադատ ծնողը իր մեջ չլինի։ Չէ, չի կարելի։ Նայ, այդ էգո վիճակների մեջ լավ ու վատ չկա։ Էգո վիճակների մեջ բալանս է պետք։ Ծնող մեծահասակ երեխա, այդ երեքն էլ պետք են մարդու։ Այնպես չի որ ծնողը ինքը վատն է, այնպես չի որ երեխայը ինքը վատն է, մենակ մեծահասակն է լավ։ Այդ երեքի մեջ բալանս է պետք։ Նորմալ հասուն մարդու համար։ Ինչի համար։ Նայ, գնացել ես երեկույթի ու քո քննադատ ծնողն է միանում, չպարես, ամոթա, հələ նայ ոնց է շարժվում, երկու բաժակ շատ խմեցիր, հասկացար դու գնացել ես երեկույթին հանգստանալու։ Դե քեզ պետք է քո ազատ երեխան ակտիվ լինի։ Որ գնաս տժած, ուրախանաս, թեթևանաս, հանգստանաս եկաս։ Այդ քննադատ ծնողը։ Քննադատ ծնողը քեզ պետք է այն, ասենք, նայ։ Ընկերության այդ գլխավոր տնօրենների շարքում ես ու ինչ որ մի հատ բան է։ Ժողովը։ Ու քո ազատ երեխան ուզում է սեղանի վրով քայլի։ Քննադատ ծնողը նույն ամոթն է։ Չէ։ Ախր բացատրեմ այդ բանը։ Քննադատ ծնողը ամոթից է գալիս, կամ ամոթը գալիս է քննադատ ծնողից։ Ապրես։ Կամ ուղեղի այն երկրորդ շերտն է։ Այդ ուղեղի շերտի մասին չգիտեմ, բայց ահա։ Հա, չէ, առաջ շերտը։ Որ ասում է մի հետ։ Ես սխալվեցի, ամոթ քեզ սխալվեցի։ Չի կարելի սխալվել երկրորդ անգամ չտենամ տեսնում։ Ռակերանք։ Ջնջենք։ Okay, մի հատ է, չէ, երկու հատ եմ հարց տալու։ Հա։ Առաջինը արդյոք այս սոցիալական սոցհարթակները ինչ որ շատացրել են ամոթի զգացումը, թե քչացրել են մարդկանց մեջ։ Ես ասեմ ինչ եմ մտածում, հետո դու տենց խոհա փիլիսոփայական բացատրի։ Ես մտածում եմ, որ քչացրել են, հենց մեկը իմ օրինակով, օրինակ ես հենց հիմա որ ստեղ ձայնագրվում ենք, ես եթե ես ուղեղիցս հանել եմ, որ այս ինչ որ մարդ հետո հնարավորություն է ունենալու տեսնի։ Եթե այդ մասին մտածեմ, հիմա սկսեցի մտածել կանաչ փղի մասին։ Ուրեմն ես չեմ կարա կխառնվեմ իրար չեմ կարողանա խոսել, որովհետև դե ամաչում եմ այդքան մարդու մոտ խոսել ու մտածում եմ, որ այդ խոսացածս էլ ես եմ ինչ չի։ Միևնույն ժամանակ տեսնում եմ ուրիշ մարդկանց, որ օրինակ նենց մեկնաբանություններ են գրում, որ իրական կյանքում կամաչ էին ասեին, ֆեյքերով են արտահայտվում, որտեվ իրական իրանց դեմքով այդ ամեն ինչը կամաչ էին ասեին։ Հիմա ուզում ասեմ իմ կարծիքով սոցիալական հարթակները ամոթը քչացրել են մարդկանց մեջ, ավելի հեշտացրել են կյանքը, այդ էկրանից հետևից խոսալու։ Միտքը արտահայտելու համար, հա, ինքը հեշտ է։ Դու կարաս աշխարհի ամեն կետում լնես, աշխարհին
քեզ այն շատ հեռու կետի վրա քո սաղ էմոցիաները թափես։ Դա հեշտացրել է, բայց ինքը գլոբալ ամոթը շատացրել։ Ինչի համար, որովհետև 15 տարեկան դեռահասը մտնում է Instagram, նայում է հաջողակների էջերը ու մտածում է, որ դա իրական է, դա իսկական է ու նորմալ մարդը պիտի նման ձևը լինի։ Ու եթե ես նման ձև չեմ հասնում, ես ոչնչություն եմ։ Հա, այդ համեմատվելու առումով։ Հա, Ինչի ենք սոցիալական հարթակները ինչի հիման վրա են աշխատում, հենց այդ համեմատվելու։ Ինչի է մարդը անընդհատ մտնում Instagram, որ իր ոչնչությունը մի քիչ մեղմացնի, նա նա ինձ սիրուն կյանք կա, իր համոզմունքը հաստատի, որ ես ինչ ոչնչություն եմ, նա ես որտեղ եմ ապրում, գյուղում ամեն առավոտ կով եմ գտում, չհասկանալով որ դա երջանկությունն է իրականից, բայց չէ ընդ մեկը ծովափին sense կոկտեյլ է խմում, ես էլ եմ ուզում այդպես լինել։ Հասկացա՞ր։ Բայց ինչի ենք համեմատվում։ Ինչի են համեմատվում, դե որտեղ ներքին ցանկություն է առաջ գնալու, զարգանալու, հարստանալու, նենց ապրելու ոնց որ ուզում ես, բայց դե հարցն է նա, որ լիքը մարդ գիտի ինչ չի ուզում, բայց շատ քչերը գիտեն թե ինչ են ուզում։ Այդ մի քիչ հարցի մյուս կողմն է։ Համեմատությունը չի կարա չլինի։ Հասկացա՞ր, բայց ինքը պիտի առողջ լինի։ Առանց համեմատության ոչ մի բան տեղից չէ շարժվի։ Ես օրինակ փոքրուց չեմ սիրել, Դու հիշում ես քո եռանկյունու դասը։ Դու քո եռանկյունու դասը հիշում ես, չէ՞։ Հա, չէ։ Դու համեմատել ես։ Այդ որ չես պատասխանել այդ օրը։ Հա։ Դու համեմատել ես նախորդ օրվա, որ պատասխանել ես, ու այդ օրը որ չես պատասխանել։ Մենք չենք կարող առանց համեմատություն, հասկացա՞ր։ Okay, համեմատության մեջ այն ինչ որ լավ ու վատ երևում։ Լավ ու վատ էլ գոյություն չունի, բայց համեմատություն միշտ անում ենք, զարմացա՞ր։ Նայ, մի հատ sense կողից էլի խորհուրդ ու անցնենք առաջ։ Մտքիցդ հանի լավ ու վատ, չկա նման բան, դրանց փոխարեն սկսի մտածել օգտակար ու ոչ օգտակար։ Ոչ թե ինձ համար այս բանը լավ է, այլ այս բանը ինձ համար օգտակար է։ Օգտակար է։ Ոչ թե այս բանը ինձ համար վատ է։ Ինչ են տալի աշխարհայացքի փոփոխություն։ Okay, մտածելակերպ փոխվում։ Հիմա ի՞նչն է վատ բան։ Ոչ օգտակար։ Ահա, կամ ոչ արդյունավետ, Ծուլությունը։ Ինչի՞։ Ծուլությունը ի՞նչ է։ Ծուլությունը օրգանիզմիդ նշան է, որ ինչ որ բան են չի գնում։ Այնքը ցույց է տալիս, որ հոգնած ես։ Դու քո տեղում չես։ Չափից շատ ծուլությունը։ Չափից շատ ծուլությունը որն է։ Ինչ չափ կա ծուլության, որ հասկանում ես չափը անցավ։ Դե օրվա մեջ կարելի այ լավ, okay, всё։ Всё։ Տենում ես։ Հա։ Լավ, անցնենք առաջ, ուրեմն ես մի երկու բան ասեմ։ Okay։ Ամոթ բացի հոգեկանը, որ հոգեկանը չգժվի, հոգեկանը ամոթը տեղափոխվում է դեպի մարմին։ Հա, հենց դա եմ ուզում հարցնել, մարմնի որ մասում է լինում ամոթը։ Մարմնի որ մասում լինելը ինքը շատ տեղեր կարող է։ Ես քեզ հիմնական սիմպտոմներն ասեմ, որ հենց նայես, կհասկանաս այդ մարդը sense քրոնիկ ամոթի մեջ է ապրում։ Գլուկոզը գցած, փոքրացած, ինքը տեղ չի զբաղացնում, որտեղ իրան ամոթա ցույց տալը։ Չի ուզում իրան ցույց տալ։ Չի կարելի։ Ոնց են ասում, ոտդ Յորղանով մեկինի։ Պարզի, հա։ Հասկացա՞, չի կարելի, ես այսքան եմ։ Կուզություն է առաջանում, մակերեսային շնչառություն, որովհետև թոքերով շնչելն էլի քեզ տարածքից զբաղացնես, ձենը կամացա, ինքը շատ կամացա խոսում, կամ ընդհանրապես չի խոսում, ինչ լավ է, ես բառ չասեցի, պետք չի ուշադրություն գրավել վրաս։ Հասկացա՞ր։ Հա։ Մեղմ խոս, թեթև շնչառություն, կուզություն, ձեռքերի խաչված, ոտերի խաչված, տեսել ես մարդ նստի ու ոտքերը միանգամից աթոռի տակ գցի։ Հա։ Ինքը ենթագիտակցության քիչ տարածքած զբաղացնում, հասկացա՞ր։ Տես ես էլ եմ մի քիչ տարածք եմ զբաղացնում ամոթի մեջ։ Հասկացա՞ր։
Դա ինչը վերաբերում մարմնական է, շատ չխորանամ էլի ուղղակի։ Ժամանակն էլ քիչ է ոնց որ, չնայած ժամանակ էլ գոյություն չունի։ Նայ, ուրեմն ծնողները դաստիարակում են երեխային ու ամենաարդյունավետ, ամենաքիչ էներգիա ծախսող միջոցը ամոթ ներշնչելն է երեխուն։ Որ մի անգամից երեխա հետ մոտ հավաքվի իրան ճիշտ բայի, ամոթ ես ներշնչում, всё, գործը առաջ է գնում։ Հա։ Ու կյանքի ընթացքում երեխան մինչև 7 տարեկանը ծնողական հրահանգները լսելուց իր մասին համոզմունք, ուրիշների մասին, աշխարհի մասին համոզմունքներ տենց ստեղծելուց, իր ուղեղի մեջ տպելուց հետո որոշում է իր կյանքի սցենարը, թե ինքը ոնց պիտի ապրի։ Կյանքի սցենարը ոնց պիտի ապրի, նշանակում է, որ ինքը պիտի ամեն օր իր համոզմունքներին հաստատում գտնի։ Ես ոչնչություն եմ, չէ՞։ Ինչ որ մեկը մի հատ բան ասեց, այդ իր մասին չի, դա իմ մասին է։ Ես մտածում եմ, որ ինքը ինադու ասեց, որ ես համոզվեմ, որ ես ոչնչություն եմ։ Դե ամոթը այդ ոչնչության հետ հավասար դնենք, որ մի քիչ ավելի կոպիտ կոշտ ասեմ, որ բարձր լինի։ Մի վարքյան դուրնա հետա եկա։ Ինչ էի ասում։ Մոռացա։ Վայ, ոնց կարա ես մոռանալ։ Всё։ Սարսափելի բան է, չի կարելի, всё, նորից ենք սկսել։ Գնա հանգստացի ու գանք մի ժամ շարունակենք։ Նայ։ Հա, ինքը կյանքի սցենար է գրում։ Ոնց պիտի իր համոզմունքները ամեն օր հաստատի։ Դու համոզված ես, որ ոչնչություն ես, ով ինչ անի, չանի, ով ինչ ասի, ու դու ինքդ ինչ անես, չանես, դու ընդհանրապես քեզ համոզում ես, որ դու ճիշտ ես։ Մենք մեր կյանքը նենց ենք ապրում, որ միշտ կարենանք իրավունք ունենանք ասելու, տեսար, ես ասում եի, չէ, որ ես ճիշտ եի։ Այս արտահայտությունն է սա։ Ես ասում եմ, որ ես ճիշտ եի։ Դա գալիս է քո համոզմունքներից։ Հիմա գոյություն ունի ծնողական հրահանգներ ու դրայվերներ։ Դրանք երկու տարբեր բաներ են, ինչ որ ծնողը ասում է երեխային, փոխանցում է երեխային։ Հրահանգները ինչը չի կարելի, դրայվերները ինչը որ թույլատրելի է։ Okay։ Ինչը որ կարելի է, հասկացար։ Հիմա 12 չի կարելի է ու այս ամոթի վրա ես 5 հատ կարելի եմ առանձնացրել, բայց այդ կարելիներն է շատ այլ մի քիչ նայ։ Հիմա մի եղիր, դա ծնողական հրահանգ է, որը երեխուն թույլ չի տալիս, որ երեխան լինի այնպես, ոնց որ ինքն է ուզում։ Կամ ինքը ծնողը չի ուզում։ Ծնողը չի ուզում, ու հիմա նայ, մի եղիր, այտենց մի անգամից չեն ասում չլնես։ Քեզ ասեցի այդ խաղալիքով մի խաղա։ Քեզ ասեցի այդ շորը չհակնես։ Քեզ ասեցի այդ ընկերոջդ հետ չշփվես ինքը վատ շրջապատակ ես գցելու։ Всё։ Մի եղիր, դու չկաս։ Ինձ հետաքրքիր չի դու ինչ ես ուզում, դու պետք է անես ինձ ոնց որ ես եմ ասում։ Նույնը ինքնուրույն մի եղիր։ Հասկացար, պիտի ուրիշը լնես, պիտի ինքնուրույնությունը ցույց չտաս, դեպ դա սխալ է, որովհետև դա ինձ որպես ծնող չի անպատասխան։ Մտերիմ մի եղիր։ Մտերմությունը վտանգավոր է։ Քեզ մարդիկ չեն ընդունելու, որովհետև քո մեջ ինչ որ բան սխալ է։ Մի զգա քո այդ էմոցիաները ընդհանրապես կարևոր չեն։ Հələ չլաց ես ալցենդ չլսեմ։ Ինչ ես տես բարձր ծիծաղում ես քշերվակես։ Մի զգա, հասկացա՞ր։ Մի մտածի։ Հələ սրանն է, արդեն ընկել է տնեցիկի որոշումների մեջ հակի կողոտ։ Ես սպաս կմեծանաս նոր դու քո կարծիքը կհայտնես քո որոշումները կայացնես, հասկացա՞ր։ Մի մտած։ Քո մտքերը, ասենք հիմարություններ են, չփորձես ընդհանրապես մտածես։ Հաջողակ մի եղի։ Հաջողությունը վտանգավոր է, դու դրան արժանի չես։ Կարևոր մի եղի։ Դու անարժեք ես։ Մի րոպե։ Ոնց է ծնողը այդ ինֆորմացիան ուղարկում, որ հաջողակ մի եղի։ Ասեմ։ Երբեք նկարը բերել է ցուցակալի, մամիանն էլ տեսի ունա։ Այդ ինչա դու ոչ մի բան չես կարող անես։ Մոտը չի ստացվել։ Ծնողներ։ Մոտը չի ստացվում մեկը նկարելը քո բանը չի լավ, ավելի լավ է գնաս դաշնամուր նվագես, ես
ուզում էի դաշնակահուրի դառնամ, չկարեցա, նկարել է քոնը չի։ Հասկացա։ Այդ հողի հետ մի խաղա հողը կեղտոտ է։ Այդ պլաստիինը դիր տեղը գնալ լավ դասեր սովորել։ Okay։ Նույնը առողջ մի եղի, այսի շատ ալ հիվանդելները ծառնտուա, որովհետև ուշադրություն ես գրավ։ Երեխուն եթե անտեսության են մատնում, հետը շատ չեն շփվում, շատ չեն խոսում, շատ չեն խաղում, երեխեն գտնում է միջոց իր վրա ուշադրություն գրավելու, ինքը հիվանդանում է։ Հիվանդին միշտ բանան են տալիս։ Հիվանդի կողքը միշտ նստած են, հիվանդի հետ միշտ խոսում են, հասկացա՞ր։ Հա։ Ու դեից երեխեն ենթադրում են, որ ավելի լավ է ես ամիսը մեկ հիվանդանամ, գոնե այտենց մաման ու պապան կգան կողոս կնստեն հետս կխոսեն։ Հա։